Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Խաչատրյան, դուք ողջ գիշեր իրադարձությունների վայրում էիք եւ հետևում էիք գործընթացին, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սրբազան շարժման մասնակիցները առաջնորդ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ փաստորեն քրեական հետապնդման ենթարկվում, 15 անձ է կալանավորված ու րոպեներ առաջ նաև ստացվեց տեղեկություն, քրեական վարույթ է հարուցվել նաև Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ եւ փաստորեն այս շարքը կարող է անսպառ լինել, եթե այս տեմպերով գնա Նիկոլ Փաշինյանը։ Չէ, անսպառ չի լինի, կարծում եմ 3 միլիոնի կարգի կսահմանափակվի, այսինքն ամբողջ երկրի բնակչությանը։ Դե կարծում եմ Թուրքիան եւ Ադրբեջանը սիրահոժար իրանց բանտերը կտրամադրեն Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին։ Եվ չեմ զարմանա, որ այդ թեման քննարկվել է նաեւ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի ընթացքում, ավելին ոչ թե քննարկվել, այլ եղել է քննարկման կիզակետում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական տերորի այս ալիքը հաջորդեց Փաշինյանի Ստամբուլ այցին։ Դա չմոռանանք։ Այո, 3 առավոտյան, կարծեմ 3 առաջերվանից արդեն պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը լայնածավալ ահաբեկչությունները ձեռնարկելու, երբ ֆելետոն հիշեցնող այդ թղթիկները ինչ որ մի կախարդական փայտիկի զորությամբ եւ կամեցողությամբ հայտնվեցին հանկարծ Civic AM-ի տրամադրության ներքո։ Իդեպ հետին թվով թղթեր էին դրանք, սա էլ։ Իդեպ Civic այդքան ֆայմուներ եւ փակել էր ամսաթիվը, իսկ ահա նրանք, ովքեր որ պետք է պարգևատրվեն, դա չէին փակել, այսինքն անցյալ տարով թվագրված ինչ որ թղթեր, որտեղից էին հայտնվել, ով էր գրել, հայտնվեցին Civic AM-ի տրամադրության ներքո, այնպես որ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է նեղացնի նաև Civic AM-ին եւ նրանց էլ պարգևատրի, օրինակ պետական բյուջեից, օրինակ իրենց աջակից մամուլին, ես չգիտեմ, $1 միլիոն էլ ափսոս չի իրենց համար։ Գոնե Փաշինյանը։ Հանձնարարությունը լավ կատարեց։ Այո, անկասկած։ Հետո փողը էլի պետք կգա։ Այդքան ծախսում են հերոս հարկատուներից քերած փողերը, դա էլ կարող է ծախսել։ Ինչևէ արդեն պարզ էր, որ դա ազդանշան է, որ սկսեն լայնածավալ ռեպրեսիաներ։ Եվ առավոտից մենք մեր գործընկերների, մեր ընկերների հասցեներում ենք, որտեղ եղել են խոզարկություններ, այնուհետև մի քանի գործընկերներով նաև քննչական կոմիտեում ենք եւ ամբողջ գիշեր մեր ամբողջ ֆրակցիան կամ համարյա ամբողջ ֆրակցիան ում առողջությունը թույլ էր տալիս եղել ենք դատարաններում, ես եղել եմ կենտրոն դատարանի, կենտրոնի նստավայրում, այնուհետև բարձրացել ենք եւ տեսնում եք որ անտրամաբանական, անիմաստ որևէ քննադատությանը ուրեմն չդիմացող մեղադրանք է հանցանշանները, որ իրանք մոգոնել են ամբողջ համացանցում կա, այսինքն դրել են զենքը եւ դրել են զենքի թույլտվությունը եւ կարծում եմ չինական արտադրության ինչ որ ճայթուկների նկարներ էին դրել, որոնք կարելի է հիմա չգիտեմ, ենթադրում եմ կարելի է կամ գոնե առնվազն կարելի է փեթակից գնել նոր տարվա դիմաց եւ շատ հետաքրքիր է իրեն գրել էին հրավտանգ նյութեր, այլ ոչ թե Խորհրդանում օրինակ հրավտանգ չէին այդ նյութերը, երբ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը այնտեղ իհարկե հրավտանգ մասին է խոսքը, այո, բայց շատ հետաքրքիր ձևակերպում է հրավտանգ, ոչ թե ուրեմն պայթուցիկ կամ ինչ որ տենց բաներ, այլ դե գիտեք լուցկու տուփնել է հրավտանգ եղունգներից ուրեմն մանիկյուր մաքրելու ացետոնն էլ է հրավտանգ, ես որ չեմ զարմանա, որ օրինակ Լիդիայի բնակարանում այո Լիդիայի տանը, որ օրինակ մի շշիկով ացետոն լիներ։ Սա իրականությունը եւ Փաշինյանը սկսում է ռեպրեսիաների նոր ալիք եւ այո Միքայել Սրբազանի դեմ են քրեական գործառույթում, այսինքն ստացվում է ցանկացած մարդ, ով որ դեմ է այս իշխանություններին, իրենց վարած քաղաքականությանը հեղաշրջման փորձ է կատարում, ով որ քննադատում է։ Այսօրին պարոն Խաչատրյան շատերը հիշել էին ու նկատում են, որ անձը, որը ինքը հեղաշրջման միջոցով է
եկել իշխանության ըստեյության զավթել է իշխանությունը, հիմա բոլորի մեջ ու ամեն ինչում տեսնում է այդ հեղաշրջման սպառնալիքը, սա գուցե հոգեբանական խնդիր է։ Չեմ զարմանա, ես կարծում եմ, որ ձեր այս վերջի նկատառումը խոր ուսումնասիրության կարիք ունի։ Բայց տեսեք ինչ աստիճանի է հասել դեմագոգիան, ասում են, քանի որ այս իշխանություններին ընտրել են ժողովուրդը, հետևաբար այս իշխանությունների դեմ ցանկացած քննադատություն եւ գործողություն ժողովրդի դեմ է։ Ոչ, ժողովուրդը քվեարկել է այս իշխանության օգտին, որովհետև սրանք խոստացել էին Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, խոստացել էին անջատում հանուն փրկության Արցախի։ Այսինքն հիմա իրենք երբ 180 աստիճանով շեղվել են իրենց խոստումներից եւ լրիվ հակառակն են անում, ժողովրդին խաբել են, այսինքն իրենք են բռնակցությամբ, խաբեությամբ տիրացել իշխանությանը, խաբեությամբ մեծագույն մասշտաբի ստերով իրենք տիրացել են իշխանությանը։ Սա է իրականությունը, այնպես որ ասել մենք ժողովուրդն է ընտրել, ուրեմն ցանկացած քայլ։ Թող դուրս գան փողոց, լսեն ժողովրդին։ Թող դուրս գան փողոց եւ լսեն ժողովրդին։ Կարծում եմ նոր բան իրենց համար չեն հայտնագործի, որովհետեւ դա իրանցել են ասում։ Գիտեք, այս տրամաբանությամբ, որ առաջնորդվեց, կստացվի ընտրությունից ընտրություն միայն պետք է լինեն ժողովրդական ընդվզման, ցույցեր, չգիտեմ, քննադատություններ։ Ամբողջ աշխարհում իշխանություն է ընտրվում, հաջորդ օրը մարդիկ կարող են դուրս գան եւ բողոքեն։ Այդ պնդումները, թե գիտեք, մեզ քվեարկել են, ուրեմն մեր դեմ, ինչ որ խոսում է ժողովրդի դեմ ես խոսում, դա գաղջ զզվելի սուտ է։ Նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը չմոռանանք 2017 թվականի ընտրության արդյունքները չէր բողոքարկի։ Բա թող այդ ժամանակ մտածեր, թե իրան այդ մի քանի մանդատը լրիվ բավարար էր երջանիկ լինելու համար կամ այլ ծրագիր սկսելու համար։ Պարոն Խաչատրյան, դուք նկատեցիք, որ այս քաղաքական ռեպրեսիաները եւ ձևակերպեցիք քաղաքական տերոր ձևակերպումը, բնորոշումը սկսվեցին զուգահեռ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի եւ Ստամբուլում Էրդողանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց մասին մենք կարծես թե արդեն քիչ-քիչ դոզավորված սկսում ենք տեղեկանալ, նախ եղավ նրա հայտարարությունը Ստամբուլահայ համայնքի հետ հանդիպմանը, որտեղ նա ուղիղ խոսեց այն մասին, որ տալիս է Թուրքիային իր ուզած ճանապարհը, նույնիսկ հեգնեց բոլոր նրանց, ովքեր սպառնալիք են տեսնում մեծ Թուրանի ստեղծման տեսքով, ապա արդեն այսօր փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, որ նույնպես այդ պատվիրակության կազմում էր ու լայն ժպտում էր Էրդողանին, ասել է, որ Թուրքիան կառուցողական է գնահատում կոմունիկացիաների հարցում Հայաստանի դիրքորոշումը Թուրքիան չի ասել է մեր թուրք գործընկերները։ Ուրեմն, չէ, երբ ազգային ժողովում այդ հիստերիկ պորտկման պահին սպառնած բոլորին կփակեմ, նշանակում է արդեն ինչ-որ բան մտածում էր։ Հետո գնաց Թուրքիա, միգուցե Թուրքիայում ստացավ դաբրոն, որոշակի ճշգրտումներ մտցրեցին, եկավ եւ մենք ունենք այն, ինչ որ ունենք։ Հիմա Թուրքիայում կառուցողական է վերաբերվում, հա։ Իրենց դիրքորոշումը, կոմունիկացիաների հարցով իրենց թուրք գործընկերները կառուցողական են։ Ուրեմն իրենց թուրք գործընկերները, նախ Նիկոլ Փաշինյանը մինչ այս մի կառուցողական գործընկեր ուներ, Ալիևն էր։ Հիմա պարզվում է Էրդողանն էլ է իր կառուցողական գործընկերը, կիրթ լինելու մասին չխոսեց, չնայած երևի իմաստուններ նաև այնտեղ կրթվելու մասին խոսել։ Դե ամենտեղ խոսում են, չէ։ Եթե Թուրքիան կառուցողական գնահատեր, ճանապարհները արդեն բաց կլինեին։ Հստակ ֆիքսենք, Հայաստանը երբեք որևէ ճանապարհ չի փակել։ Փակել են Թուրքիան, փակել է Ադրբեջանը քաղաքական պահանջներ առաջադրելով։ Այսինքն, եթե իրենք կառուցողական են գնահատում Հայաստանի դիրքորոշումը, հենց այս վարկյանին կբարձրացնեն շլագբաումը եւ ճանապարհը կգործարկվեր, բայց դա չեն անում, այսինքն կառուցողական է գնահատում հետո։ Դա ասում էր Պարոն Խաչատրյան, ներողություն, դա ասում էր ապաշրջակ փակման, այսինքն այսպես կոչված նաև Զանգեզուրի միջանցքի տրամաբանության գալիս։ Իրենք որովհետև կառուցողական էին գնահատում նաև Թուրքիայի
դիրքորոշումը Ռուբինյան քլաչ բանակցային ձևաչափի շրջանակները։ Իսկ եթե այս ամեն ինչը լիրիկական զիղումները, որոնք փորձում են քողարկել տարական կեղծիքը մի կողմ թողենք, կսացի որ Փաշինյանը գնացել է եւ խոստացել է անխոչնդոտ ճանապարհ տրամադրել։ Անխոչնդոտ ճանապարհը մարդկանց եւ բեռների համար դա նույն միջանցքն է։ Եթե դու չես կարող վերահսկել, թե ով մտավ, ինչ դուրս եկավ, որտեղ կանգնեց, դա հենց ինքնիշխան միջանցք։ Բայց Ալեն Սիմոնյանը դրան չի ասի միջանցք։ Գիտեք, ինչ ուզում ես ասա, եթե գիտես զեբրը ինչ է, անունը ոնց ուզում ես դիր։ Դա է իրականությունը։ Իդեպ նույն Նիկոլ Փաշինյանը դեռևս 2001 թվականի մարտին ասում էր դե ինչի չենք տալիս, որտեղ ռուսները չեն թողում, դե տանք, թող Թուրքիան եւ Ադրբեջանը շահեն, մենք էլ փող կաշխատենք։ Հայերի չուզողություն է միջանցք չտալը։ Ասեք ինչի մասին որ խոսում է 21 թվականին, 2001 թվականին, 2005 թվականին իրականացնելու է։ Այսինքն ընդունենք պարոն Խաչատրյան այս հայտարարություններից, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պահանջը եւս Փաշինյանը հանձնարարել է կատարել ու պիտի ցավով, տագնապով մեր հանրությունը սպասի հաջորդ պահանջի կատարմանը ու եթե դատենք Բաքվի հայտարարություններից, դա արդեն լինելու է այսպես կոչված ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում։ Դե ես վերաբնակեցում չէի ասել, ես բնակեցում կասեի Հայաստանում։ Իրենք են այդպես ձևակերպում, այս ամենը չակերտվում։ Իրանք Հայաստանն էլ արևմտյան Ադրբեջան են կոչում, ակներևաբար տարածքային նկարտումներ ունենալով։ Սխալ ասեցի, ոչ թե տարածքային նկարտումներ, այլ ամբողջական նկարտում ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Հենց չի որ ասում են այս մասը մերն, այն մասը դեռ չգիտենք։ Ասում են ամբողջ Հայաստանը պատկանում է Ադրբեջանին։ Այո, Ադրբեջանին ինչքան երես է տալիս, այնքան իրենց ախորժակը մեծանում է եւ այնքան իրենց պահանջները մեծանում են։ Սա իրականություն է։ Իդեպ նույն միջանցքին եթե կարելի է մի րոպե անդրադառնամ, ես դեռևս առաջի անգամ երբ խոսք գնաց միջանցքի մասին, ես ասում եմ որ թե Ալիևին, թե Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է միջանցք եզրույթի ունիվերսալ սահմանում չլինելը։ Նրանց շահերից է բխում, որովհետև Նիկոլ Փաշինյանը կասի, չէ, տեսեք, դրոշ է, ուրեմն մայթեզերին կանգնած, շարած, նշանակում է Հայաստանի տարածք է, միջանցք չի։ Ալիևն էլ կասի դա անխոչնդոտ մտնում ենք, անխոչնդոտ դուրս են գալու, ուրեմն միջանցք է։ Այսինքն յուրաքանչյուրը իր հասարակությանը դա կներկայացնի իր շահերից ելնելով, բայց այն որ անխոչնդոտ մտնում եւ անխոչնդոտ դուրս է գալի, նշանակում է դա միջանցք է եւ մեր երկրի տիրապետությունից դուրս է։ Ինչ վտանգներով է հղի, կարծում եմ պետք չի շատ խելք ունենալ հասկանալու համար։ Բավական է այնտեղ մի հատ մեքենա հանկարծ պայթի, Ադրբեջանը կասի որ մեր կենսական կարևորության ենթակառուցվածքները պիտի պաշտպանենք։ Այո, դուք չեք կարողանում, հետեւաբար մենք կպաշտպանենք։ Եվ այո, պահանջ է եղել ապահովել ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանի Հանրապետությունում։ Դրա մասին խոսել էր Ալիևը, երբ Փաշինյանից մի օր առաջ գնացել էր Թուրքիա, որտեղ շատ ավելի մեծ պատիվներով էր նրանց ընդունել թուրքական կողմը, դրա մասին խոսել է Իսլամական համագործակցության կազմակերպությունը Նիկոլ Փաշինյան Էրդողան հանդիպումից 24 ժամ հետո։ Իդեպ այսօր ներողություն էլի հիշատակելու են Վահան Կոստանյանին, նա փորձել է արդարացնել Անկարային, հայտարարելով, որ այդ հարցի մասին որևէ հայտարարություն թուրքական կողմը չի արել։ Թուրքական կողմը այդ կազմակերպության անդամ է եւ թուրքական կողմը չի շրջափակել այդ բանաձևի ընդունումը։ Այսինքն դա թուրքական կողմի տեսակետն է նաեւ։ Ինչ է խոսում։ Չեն շարունակում թուրքական կողմը տենց բան չի արել։ Հիմա էլ Թուրքիան են պաշտպանում, հա, հայերից։ Ստացվում է այդպես։ Եվ մյուս որովհետև իրանք շատ լավ հասկանում են, որ իրենց իշխանության երաշխավորը Թուրքիան եւ Ադրբեջանն են։ Պարոն Խաչատրյան, եւ մյուս նորությունը, եթե այսպես կարող ենք ձևակերպել, այն է, որ շուտով հնարավոր է այսպես կոչված խաղաղության համաձայնագրի շուրջ Ադրբեջանի հետ էլի քննարկումներ լինեն, այդ գործընթացը փակուղում է, դրա մասին կարծես թե գործնական ոչ ոք չի էլ հիշում,
սահմանազատում անկրող այդ գործընթացը տարածքների հանձնումը նույնպես փակուղում է հիմա ինչ որ քննարկումների մասին այս ակնարկին կարող է նշանակել։ Դե գիտեք, սահմանազատման, այսպես կոչված սահմանազատման գործընթացում Ադրբեջանը ստացավ իր համար կրիտիկական կարևորության տարածքներ։ Հայաստանը ստացավ մի հատ պատ, որ արդեն ճաք է տվել։ Եվ գիտեք, սա էլ է ոչ թե աբսուրդի, այլ շիզոֆրենիայի բնագավառից, ասում է, խաղաղության են գնում, դրա համար պատ ենք կառուցում։ Սովորաբար պատ են կառուցում, երբ պատերազմի սպառնալիք են տեսնում, ասպատակություններ են տեսնում։ Օրինակ չինացիները ինչի իրենց պատը կառուցեցին։ Դրա համար չկառուցեցին, չէ՞ որ Մոնղոլիայից եկող քոչվորների հետ խաղաղության դարաշրջան էին սկսում։ Խաչատրյան, չինական իմաստությունը նոր են սովորելու, դեռ չեն սերտել։ Դեռ չեն սերտել։ Ինձ երկար կապ։ Ճիշտ ես ասում, չեն հասկացել այդքան բառ։ Մաժենոյի գիծը կար եւ բազմաթիվ ուրիշ տես պատեր կային։ Բերլինյան պատը կար։ Պատը թշնամանքի խորհրդանիշ է։ Հակամարտության խորհրդանիշ է, խաղաղության խորհրդանիշ չի։ Իսկն էտել են խափել ժողովրդին։ Հասկանալով են խափել, թե չհասկանալով, միգուցե դեռ Չինաստանում չեն եղել, այդքան բան չեն հասկանում։ Իսկ այս փուլում ինչ որ ակտիվացում այդ գործընթացում կարող ենք սպասել հաշվի առնելով հենց Թուրքիա կատարած այցը ու այնտեղ ինչ-ինչ Ես կարծում եմ այո, որովհետև ընդդիմության դեմ այս ահաբեկչությունը ընդդիմադիր օջախների դեմ քաղաքական հալածանքները շինծ ու գործերով ծանր քրեական հետևանքներով մեկ նպատակ ունեն Հայաստանի ներսում լրացնել, չեզոքացնել այն ընդդիմությանը, որը պայքարում է արտաքին ճակատում Նիկոլ Փաշինյանի զիջումների դեմ։ Այսինքն պատահական չասեցի, որ գնացել է Ստամբուլ, խոստումներ է տվել եւ խոստումները իրականացնելու համար ինքը այստեղ պետք է ընդդիմությունից ձեռք ազատվի։ Կլինի, եթե սկսի սահմանազատման գործընթացը, մենք կտեսնենք էլի Հայաստանի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքների հանձնում Ադրբեջանին։ Ինչ տեղի կունենա այդ թղթի ստորագրման հետ, ես անկեղծ ասած չգիտեմ։ Ես կարծում եմ ավելի շուտ տարեվերջին ինչ որ մի բան կլինի, որ Նիկոլ Փաշինյանը, այո, կամ եթե գնալու լինեն արտահերթ ընտրությունների դրանից առաջ, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ասի, տեսեք, ես խոստացել էի ձեզ խաղաղություն, ես խաղաղությունը բերել եմ, հիմա իմ օգտին քվեարկեք, որ ես շարունակեմ դա, իսկ այդ թուղթը, որ ինքը կստորագրի, կլինի ուղղակի կապիտուլյացիա, որտեվ գիտեք, գերմանացիներն են Վերսալի պայմանագիրը ստորագրեցին, կռիվը վերջացավ, բայց դա պարտություն էր Գերմանիայի համար։ Նույնը Պոտսդամը երկիրը կիսվեց երկու մասի։ Այնպես որ խաղաղություն եւ արդար խաղաղություն, եթե դա իհարկե հնարավոր է, այսինքն խաղաղություն, որտեղ կողմերի կենսական շահերը հարգվում են, տարբեր բաներ են։ Եվ իդեպ, եթե Վերսալը կնքվեր Գերմանիայի նկատմամբ մի քիչ ավելի արդար, երկրորդ համաշխարհային պատերազմը կարող էր եւ չսկսել։ Պարոն Խաչատրյան, եւ էլի վերադառնանք ներքին ռեպրեսիաներին, այս գործընթացում նաեւ Ռուսաստանաբնակ հայ գործարարն է Սամվել Կարապետյանը, որը կալանքի տակ է եւ նրա հետ կապված նաև բիզնես խլելու գործընթացի մեկնարկի մասին հայտարարեց Փաշինյանը, արդեն այսօր նշվել է, որ օրենքի նախագիծ է պատրաստ, կառավարության նիստին նա ասաց, որքան հնարավոր է շուտ պիտի պետությունը այդ ամենը սկսի ու նույնիսկ խոսեց այն մասին, որ հետագայում հեռանկարում Հեցի բաժնետոմսերը, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պիտի հանվեն վաճառքի ու երևի նոր մանիպուլյացիա հորինեց հանրությանը այս մասով դեպի իրեն տրամադրելու, որ ձեզնից յուրաքանչյուրը կարող է գնել եւ թողնել շարանգել ձեր սերունդներին։ Իհարկե, սա ծիծաղելի է։ Ուրեմն, եթե պետությունը գնար շուկայական գնով, գներ բաժնետոմսերը, արդար գործընթացի գործարքի միջոցով եւ գնման գործընթացը ֆինանսավորեր բաժնետիրացման կամ բաժնետիրացման, թղթավորման միջոցով, ասկան այո ցանկացած մարդ գնար իր բաժինը գներ, նշանակվեր կառավարիչ
կասեի, օքեյ, նորմալ է, քննարկենք, տեսնենք արդյունավետությունը ինչ է լինելու։ Բայց ինքը իր ռեյդերությունը փորձում է ինչ-որ գեղեցիկ ֆորմուլաներով քողարկել, գեղեցիկ խոսքերով քողարկել։ Այսինքն դա ուղղակի բարձ ռեյդերությունը բիզնես խլել է նշանակում։ Չեմ զարմանա, որ հաջորդը լինի Գազպրոմը, Հարավկովկասյան երկաթուղիները եւ այլն։ Եվ չեմ զարմանա, որ ինքը մի կողմից իհարկե խլելու գործընթացը խլում է, մյուս կողմից էլ կարող է որպեսզի այդ միջազգային քննադատությունը մեղմի, կարող է գնալ օրինակ արևմուտք եւ ասի դե ռուսական կապիտալիզմ երկիրը ազատում։ Դրա համար պետք է աչք փակեք իմ այս ռեյդերության վրա։ Իսկ արտաքին քաղաքականությունը բխում է երկրի շահերից, այլ ոչ թե երրորդ երկրում արդարություն հաստատելու մղումներից, այո, դա չեմ բացառում։ Մյուս կողմից էլ իհարկե ինքը ասում է, ես պատրաստ եմ ջախջախել բոլորին, անկախ նրանից ով ուզում է լինի, եւ երրորդն էլ ասում է, դե տեսեք, եթե ներողություն եմ խնդրում, տաշից Սամոյին փագեցի, դու ով ես, որ քեզ չփագեմ։ Սա է իրականությունը, սա վախի մթնոլորտի, ուրեմն արմատավորումն է Հայաստանի Հանրապետություն։ Ու սրան զուգահեռ նաև տեսնում ենք Սամվել Կարապետյանի ուղերձները նամակների շարք է սկսել կալանավայրից եւ այնտեղ հստակ ոլորտ առ ոլորտ կարծես թե իր տեսլականներն է ներկայացնում, դրանք առաջիկա քայլերի, այսպես ասած, լույսի ներքո է հանրությանը։ Սամվել Կարապետյանը ճանապարհ անցած մարդ է, գիտելիքներ ունեցող մարդ է։ Իհարկե պետք է ներկայացնել։ Շուտ պետք է ներկայացնել, կարծում եմ։ Բայց խնդիրն այլ է, այսինքն մարդը պաշտպանում է եկեղեցուն եւ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրամանով ենթարկվում է քաղաքական բռնության։ Այսինքն ցանկացած ոք, ով որ քննադատի իշխանություններին, ինչ է պետք է դառնալու է հեղաշրջման նախապատրաստող, հեղաշրջման կազմակերպիչ եւ գնալու է 15 տարի նստի, ինչով է տարբերվում Ստալինից։ Պոլ Պոտից ինչով է տարբերվում։ Հայտ է սա, պարոն Խաչատրյան, Սամվել Կարապետյանի կողմից չեմ կարող ասում, այսինքն, չգիտեմ, անկեղծ չգիտեմ, եթե լինին, կարծում եմ նորմալ կլինի, բայց արդյոք ցանկանում է, արդյոք սա հայտ է, չգիտեմ, քաղաքական դիրքորոշում է, թե քաղաքացիական դիրքորոշում է, հույս ունեմ, ինչ որ մի պահի շատ մոտ ապագայում հնարավորություն կունենաք այդ հարցը ուղղել պարոն Կարապետյան։ Եվ շարունակենք եկեղեցու դեմ արշավի թեման, Նիկոլ Փաշինյանը այսօր նաև ըստ էության ուղիղ ակնարկեց, որ առաջիկայում մենք հնարավոր է տեսնենք Մայրաթորում ինչ որ խումբ, որը կգնա ու կպահանջի Գարեգին II հրաժարականը, նա ասաց, եթե դա կամավոր չարվի, կանի հավատավոր հոտը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը նույն մոտեցումն ունի, նույն քաղաքականությունն ունի, ինչ որ երիտ թուրքերը։ Երիտ թուրքերը վերջիվերջո, երբ հայերին ենթարկում էին տեղահանության, քշում էին դերձոր անապատում զոհվելու, ինչպես էին դա հիմնավորում։ Չէ, ինչ էին ասում, չէին ասում հայեր մենք ձեզ քշում ենք, որ դուք մեռնեք։ Ասում էին, չէ, սիրելի հայեր, Թուրքիայի հայ քաղաքացիներ, դուք ռազմական բախման թատերաբեմում եք գտնվում, պատերազմ է մոլեգնում, մենք ձեզ ռազմաճակատից տեղափոխում ենք ավելի ապահով վայր։ Հիմա այս թրքաբարո մոտեցումը Նիկոլ Փաշինյանը կիրառում է եկեղեցու դեմ։ Ինքը ինչ է ասում է, ես հավատավոր եկեղեցական եմ։ Իր կուսակիցները ասում են մենք հավատավոր եկեղեցականներ ենք։ Ես շատ կզարմանամ, որ վաղ չեմ զարմանա, որ Արսեն Թորոսյանն էլ ասի, որ հրապարակավ հայտարարել է, որ ինքը աթեիստ է։ Այսինքն իրենք հարձակվում են եկեղեցու դեմ եւ դա քողարկում են եկեղեցու նկատմամբ իրենց հոգացությամբ։ Ու ժողովրդով ամենակարևորը։ Եվ էլ եմ ասում, ու ժողովրդով, ժողովուրդը մեր այդ ժողովուրդը մեր, գիտեք, ելույթ կար Գեբելսը, որ ունեցավ Ստալինգրադի կորստից հետո, կարծում կոչվում էր, ուրեմն, թող փոթորկի, թող ուրեմն սանձարձակվի փոթորիկը, տենց ինչ-որ մի բան, որտեղ այդ մի ժամանոց ելույթի մեջ մի քանի տասնյակ անգամ ժողովուրդ բառն է օգտագործել։ Այս իշխանությունները նույնն են անում, գիտեք, այդ Գեբելսյան
քարոզչությունն են օգտագործում։ Մեզ ժողովուրդն է ընտրել, ուրեմն մենք ինչ անում ենք, հանուն ժողովրդի ենք անում։ Եվ այս ամբողջի մեջ պարոն Խաչատրյան նաև չի խնայում Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որի հետ քաղաքական ճանապարհ է անցել, կարող ենք ասել, որի թիմում է իր քաղաքական մկրտությունը ստացել, ու մենք այս օրերին տեսնում ենք, թե ինչ գարշելի բառապաշարով, ինչ վիրավորանքներով, ինչ ցածր մակարդակի բնութագրումներով են նրանք Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը արտահայտվում Տեր-Պետրոսյանի մասին։ Տեսեք, հին դաշնակցականին հարցնել Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, այդքան էլ կարծում եմ լավ, հարցը տվել եք, ունենալով շատ լուրջ տարաձայնություններ, ենթարկված լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հրահրած ուրեմն քաղաքական ռեպրեսիաներին, դրոյի գործ 30+1 եւ այլն, կուսակցության կասեցում։ Այս ամեն ինչով հանդերձ պետք է հասկանանք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրապետության առաջին նախագահն է եղել եւ որպես մարդ շատ ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանը, թե իր ներդրումով, թե որպես կիրթ զարգացած։ Դա մեկ, առաջինը, այսքան պետք է մի հատ քեզ էլ նայի, դիմացինիդ էլ նայի։ Եվ երկրորդը, այս գարշելի, այս գարշա երախությունը ինքը պետական հաստատությունները, պետականությունը վարկաբեկելու քաղաքականության հետապնդում, հասկանում ես, այսինքն եթե պետության ղեկավարը իրեն թույլ է տալիս նման արտահայտություններ, խուլիգանական արտահայտություններ եւ կեցված, ինքը ինչ է ասում, ասում է պետությունը խուլիգանապետություն է։ Այսինքն նսեմացնում է ինքնին պետության գաղափարը։ Այսինքն պետությունն է նսեմացնում, Լևոն Տեր-Պետրոսյանն է վիրավորում, նսեմացնում։ Եվ կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա գլխին է տալիս Նիկոլ Փաշինյան ցանելու, աճացնելու համար։ Բայց սրանով ուղղակի քաղաքական բանավեճի մշակույթը գցում է փողոցային հայհոյանքի մակարդակի։ Պետություն, որի ղեկավարը իրան նման արտահայտություններ է թույլ տալիս։ Ինչ է ուզում էլ այդ պետությունից։ Իդեպ որևէ ուրիշ բան ասեմ, դուք օրինակ այլ երկրների ղեկավարներից տես բան լսել եք։ Իհարկե ոչ։ Անտրամաբանական է, չէ։ Նույնիսկ ամենամեծ բռնակալները կարող են տես բան թույլ չտալ։ Տես բան կարող է օրինակ Ուգանդայի նախագահան Ադի Ամինը անել։ Եվ իդեպ Ադի Ամինին էլ էր ժողովուրդը ընտրել, մինչև դարձավ բռնակալ, Հիտլերին էլ ժողովուրդներ ընտրել, մինչև Հիտլերը դարձավ բռնակալ։ Եվ բոլշևիկներին էին ժողովուրդը աջակցում, մինչև բոլշևիկները դարձան բռնակալ։ Եվ պարոն Խաչատրյան, այս պատերազմը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է եկեղեցուն, իհարկե շատ մեծ ցնծությամբ է դիտվում Ադրբեջանում, այդ երկրի լրատվամիջոցներում արդեն վերնագրեր կան, որ Նիկոլ Փաշինյանը հաշվեհարդար է տեսնում մեր թշնամիների հետ։ Այ անկասկած, իհարկե, որ ասում Փաշինյանի եւ Ալիևի եւ Էրդողանի շահերը համընկնում են, սա է նկատի ունեմ։ Վերջ առաջինը Փաշինյանի հարձակումներին նախորդել էին Փաշազադեի վերբալ հարձակումները, եւ երկրորդ այս տարվա սկզբին նշում եք ինչ ասեց Ալիևը, ասեց Հայաստանը ֆաշիստական պետություն է եւ Նիկոլ Փաշինյանը փոխանակ անդրադարձեր պատասխաներ այդ մեղադրանքին, ասեց դե մի հատ հասկանանք ինչ են մեզ կոչում ֆաշիստական պետություն, եւ Ալիևը պահանջել էր պայքարել հայկական ֆաշիզմի դեմ, եւ ֆաշիզմ ինքը կոչում էր Դաշնակցությանը, եկեղեցուն, Հայաստան խմբակցությանը, ազգային արժեքները կրող այլ ուժերին, որոնք Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են։ Այսինքն Ալիևը եւ Փաշինյանը ուրեմն կիսալուսնյաց հարձակում են սկսել բոլոր ազգային ուժերի դեմ։ Սա իրականություն։ Մենք Ադրբեջանի խամաճիկային, մարիոնետային պետություն դառնալու ճանապարհին ենք։ Եվ խամաճիկային բռնապետություն։ Այս ամենի որպես հանգուցալուծում ու նաև վերջին հարցն է հաղորդման, ինչ անել, պարոն Խաչատրյան, երբ թվում է, թե
ամեն ինչ ակնհայտ է բոլորի համար կամ առնվազն մեծամասնության համար, անգամ քաղաքականությամբ չհետաքրքրվողների համար, երբ երկրում այդ ատելության մթնոլորտը առիշխանություն արդեն տեսանելի է, ուղղակի կարելի է դուրս գալ փողոց, անգամ չհարցնել մարդկանց, ականջի ծայրով, ինչպես ասում են, լսել խոսակցությունները, ամեն ինչ հասունացած է ինչ որ գործընթացների համար։ Գիտեք, գործընթացներ կան երկրում իհարկե որպես ընդդիմություն դու չես կարող ասել իմ գործունեությունը միայն խորհրդանում քննադատելն է։ Կա օրենսդրություն, որը չի արգելում ժողովրդին եւ քաղաքական ուժերին իրենց հակազդեցությունը, իրենց բացասական դիրքորոշումը հայտնել իշխանությունների նկատմամբ։ Որևէ մեկը դա չի կարող խլել ժողովրդին եւ ուրեմն ընդդիմադիր քաղաքական ուժերից։ Ուղղակի սրանք ուզում են վախեցնել ոստիկանական ուժերով եւ Ադրբեջանով, եւ կարծեմ Ադրբեջանը մեծ հաճույքով այդ դերը խաղում է։ Ուղղակի պետք չի ուսալքվել, պետք է պատրաստ լինել պայքարի։ Պայքար ասելով, էսի նկատի չունեմ, սրանց այս կցած յառլիկները, որ մարդը դժգոհությունն է հայտնում այս իշխանություններից, ասում են դու հեղաշրջում ես նախատեսում, ուրեմն նախապատրաստում։ Եվ գիտեք, ես տեսել եմ այս 35 տարվա ընթացքում ինչպես են կուռ թվացող իշխանությունները մի գիշերվա մեջ քանդվում։ Այո, դա եղել է։ Սրանցից ավելի պակաս տղերք չէին գոնե առերևույթ, բայց մի գիշերվա ընթացքում քանդվել է։ Իրանք են փորձում ցույց տան, որ մենք անպարտելի ենք, բայց տենց բան չկա։ Այնպես որ հուսալքվել, հուսահատվել, վախենալ պետք չէ։ Սահմանադրությունը իրանք են ոտնահարել, սահմանադրական կարգը իրանք են խախտել, ոչ թե նրանք, ովքեր ասում են դուք պետք է հեռանաք։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, հարցազրույցին սպասեք վաղը։